Լեզունն էլ է շատ կարևոր, բայց լեզուն այդ իրավիճակում երկրորդական դեր ունի, հաշվի առնելով, որ այն իմաստները, որոնց մասին ես ուզում եմ խոսամ, բավականին պարզ են և ես կփորձեմ օգտագործեմ ամենապարզ լեզուն իմաստների հասկացողության համար։ Հիմիկվա Հայաստանը, որը Սովետական միության փլուզման ժամանակ ուներ տարածք 29746 քառակուսի կիլոմետր, հիմա կորցրել է 146 քառակուսի կիլոմետր և 29600 քառակուսի կիլոմետր է, հաշվի առնելով, որ դա մոտավոր այն տարածքը, որոնց այդ 146-ը, որոնց վրա տեղադրված են հիմա օկուպացիոն ադրբեջանական զորքերը։ Հայաստանի Հանրապետությունը, որը ուներ 1979 թվականին 23 տարի առաջ բնակչություն 3.037.000, հիմա ունի բնակչություն ոչ ավել 2.5 միլիոնի, որից 5%-ը կազմում են Ռուսաստանից եկած փախստականները, մեծամասնությամբ ռուսներ և այլ ազգություններ, որոնք եկել են Ռուսաստանից և հիմա հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ոչ մի միգրացիոն քաղաքականություն, գտնվում են անիմաստ նպատակներով Հայաստանի տարածքում։ Դա մտահոգիչ է շատ, որ ոչ թե հայերն են գալիս Հայաստան, այլ չնայած, որ հայերի մեծ մասը 80%-ը գտնվում է Հայաստանից դուրս, իսկ եթե հաշվարկենք ոչ քրիստոնյա հայերին, կարանք ասենք, որ 90%-ը գտնվում է դրսում Հայաստանի, հիմիկվա Հայաստանի Հանրապետությունից դուրս և ենթարկվում է ասիմիլյացիայի, որը ամենամեծ վտանգ է։ Ասիմիլյացիան դա սպիտակ եղերն է, երբ ազգը ոչնչանում է ոչ թե ոչնչացման պատճառով, այլ ձուլման պատճառով։ Դա ամենամեծ խնդիրներից է, որը հայ ազգի դիմաց է կայնած։ Ոնց կարելի է դա կանգնեցնել։ Միայն օգտագործելով անգլերեն ասած social technology, սոցիալական տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ կարելի է կանգնեցնել այդ ընթացքը, վերամիացնել երիտասարդությունը և ուղղել այդ երիտասարդությունը դեպի Հայաստան, դեպի հայ մնալ հանուն հայ ազգի։ 2.5 միլիոն հայ է մնացել, ընդհանրապես Հայաստանի քաղաքացի և Ռուսաստանի իմիգրանտներին հաշվարկած ավելի քիչ կարանք ասենք 3.300.000 հայ է մնացել Հայաստանում, 3.300.000, այդ թիվը բավական չի պետականությունը ապահովելու համար։ Եթե մոտակա 10 տարվում չկազմակերպվի հայկական հոսքը դեպի Հայաստան, Հայաստանը կկայնի կործանման առջև։ Նաև այս տարածքի համար անհրաժեշտ է ամենակիչը 4 միլիոն հայ, ոչ թե 2.300.000 հայ, և մտածել է պետք ոնց ապահովել այդ քանակությունը Հայաստանի տարածքում։ Մտածենք մենք պիտի բոլորս, և այն խումբը, որի հետ ես աշխատում եմ, ինչի ես խնդրեցի բոլոր հայերին իրար ջանքերը վերամիացնել, այդ խումբը օգնելու զբաղվում է հետևյալով։ Մենք հավաքում ենք նյութերը ամբողջ աշխարհում, որտեղ են կենտրոնացված հայերը, ինչ քանակությամբ են կենտրոնացված, որտեղ են կենտրոնացված հայերին մոտ ժողովուրդները, ինչ քանակությամբ և ինչ հնարավորությամբ։ Դրա համար, եթե մենք ուզում ենք օգտագործենք սոցիալ տեխնոլոգիաներ ազդեցության համար, մենք պիտի իմանանք որտեղ օգտագործենք,
ոնց օգտագործենք և effectiveness, էֆեկտիվություն այն ամենաճիշտ տեղը և ժամանակը երբ մենք պիտի օգտագործենք։ Մոտավոր հետևյալ տվյալների մասին կարանք մենք խոսանք հիմա։ Հայաստանում ես ասեցի մոտ 2.300.000 հայ է ապրում, եթե մենք խոսանք հայ ազգի մասին։ Ռուսաստանի կողմից գրաված Արցախի մնացորդներում մոտ 55.000 հայություն է մնացել։ Վրաստանում մնացել է ոչ ավել կամ 120.000 հայ, այն մարդիկ, ովքեր պահպանում են իրենց ինքնությունը։ Ընդհանրապես այդքան քիչ չի եղել, բայց ոչ ավել կամ 120.000։ Նույնը Վրաստանում մոտ կես միլիոն հայ փոխել է իրենց ազգությունը, հիմնականում վերջի 30 տարվա ընթացքում այդ տոկոսը աճեց, և մենք ունենք նաև Վրաստանում կես միլիոն հայություն, որը գրվում է իրենց անձնագրերում և մարտագումարներում որպես վրացի։ Ով է մեղավոր այդ զարգացումների մեջ։ Մեղավորը մեր եկեղեցին, որը ոչ մի բան չի արել, մեղավոր է հայկական պետությունը, որը ոչ մի ջանք չի կատարել, և մեղավոր են ընդհանուր հայկական միջազգային կազմակերպությունները, որոնք չեն մշակել գործոններ, որոնք կարան ոչ թե մենակ կանգնեցնեն այդ ընթացքը, հակառակը, աշխատեն երիտասարդության հետ, անեն երիտասարդներին այդպիսի առաջարկներ, հնարավորություններ բացեն, որ իրանք հայ մնան։ Իսկ երիտասարդների համար, հայ մնալու համար պետք է ինչ-որ շահ առաջարկես։ Եթե դու հայ ես, հայ համայնքը քեզ կօգնի։ Եթե դու հայ ես, դու կունենաս առավելություններ։ Եթե դու հայ ես, մնացած հայերը ընտանիքի պես կլինեն քո կողքը։ Դա շատ կարևոր է։ Դրա համար մենք կարանք ասենք, որ ընդհանուր հարավային Կովկասի տարածքում կամ արևելյան հայկական լեռնաշխարհի տարածքում մենք ունենք 2.5 միլիոն օֆիցիալ հայ, 2.5 միլիոն, և մոտավորապես մենք ունենք կես միլիոն ազգություն փոխած հայ Վրաստանում, և ադրբեջանական էթնիկական տարածքներում մենք ունենք 16-րդ դարից մինչև 19-րդ դար մոտ կես միլիոն հայերին, որոնք փոխել են իրենց ինքնությունը և դարձել են մուսուլման։ Դա է վիճակը հարավային Կովկասում։ Ասիմիլյացիոն հետևանքները ավելի ուժեղ են Ռուսաստանի տարածքում, որտեղ ամենահին հայկական շերտերը, որոնք կազմված են չերկեսահայերից, որոնք կազմված են համշենահայերից, դոնի հայերից, իրանք համարյա ձուլված են։ Եթե հաշվի չառնենք համշենահայերին, որ պահպանում են իրենց առանձին համշենահայկական ինքնությունը։ Ավելի արագ նաև ձուլվում են նորեկած հայերը Միջին Ազիայից, Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից, որոնք նույնպես կորցնում են իրենց օգնությունը, չսովորեցնելով իրենց երեխաներին հայերեն լեզու և չուզելով բացատրեն, չիմանալով թե ինչ բացատրեն իրենց երեխաներին, ինչը նշանակում հայ լինելը, անուն ինչի։ Նույն վիճակը համարյա բոլոր նախկին սովետական հանրապետություններում, որոնք դարձել են անկախ պետություններ, Սովետական միության փլուզումից հետո։ Նույն ժամանակ Միջին Արևելքում մենք նկատում ենք, որ հիմնական հայկական կենտրոնները, որոնք 70 թվականին 52 տարի առաջ շատ ուժեղ էին և շատ հայերն էին ապրում այնտեղ, մենք Միջին Արևելքում ունեցել ենք մոտ 1 միլիոն հայ, հիմա մենք Միջին Արևելքում ամենաշատը ունենք 300.000։ Ուր են այդ 700.000-ը, որոնք հիմա արդեն 700.000 չեն, բայց 1.5 միլիոն։ Իրանք ձուլվեցին անկազմակերպել ձևով, գնացին Եվրոպա
գնացին Ամերիկա, Կանադա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա, որտեղ կանգնած են Զուլման Նախաշեմին նույնպես։ Այն հայկական կազմակերպությունները, որոնք մենք ունենք հիմա, իրանք ոչ պատրաստ են, ոչ էլ ցանկություն ունեն վերականգնել մեր ազգը։ Եվ ժամանակն է եկել անկարությունների։ Անկարությունը դա այն կազմակերպություններ են, որոնք միջնադարում պահպանել են հայրին։ Անկարությունը դա միությունն է, եւ ամեն մեկը կարա ստեղծի իր ճանաչված հայերից այդպիսի անկարություն, կամ մասնագիտական, կամ ազգային։ Անկարությունը, որը կօգնի իրանց անդամներին, որը հային կտա շփման դաշտ եւ որը բաղկացած կլինի այն մարդկանցից, ովքեր իսկապես համարում են իրենց հայ եւ առանց ազգի ճակատագրի ոչ մի ուրիշ կյանքի իմաստ չունեն։ Ես կշարունակեմ այդ շարքը, դա առաջի հատորներից է, ինչ որ ես ուզում եմ խոսամ։ Ավելի մանրամասն հետևյալ մասերում կխոսամ արաբական աշխարհից եւ հայերի մասին, որոնք ապրում են այնտեղ, ինչ որ վերաբերվում է մեր հետազոտությունների հիման վրա, կխոսամ Լատինային Ամերիկայի հայության մասին, կխոսամ Աֆրիկայի հայության մասին, Հեռավոր Ազիայի հայության մասին, Հարավային Ազիայի հայության մասին, նույնը Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Կանադայի հայության մասին եւ ամենակարևորը մեր մեծ հայրենիքի հայության մասին, որը հիմա գրաված է Թուրքիայի կողմից։ Դրա համար հիմա մենք Թուրքիայում ունենք մոտ 120,000 քրիստոնյա հայ, որոնք բաժանված են 70,000-ը Ստամբուլյան համայնքը եւ Անկարայի մի քանի փոքր քաղաքների համայնքները 70,000 են, 40,000 են անկրիստոնյաները, որոնք բացահայտ ապրում են որպես քրիստոնյա Արևմտյան Հայաստանում եւ 20-ից 30,000 Հայաստանի քաղաքացիներ են, որոնք եկել են եւ բնակվում են Թուրքիայի տարածքում։ Ամենամեծ շերտը իսլամացված հայերն են, որոնք Թուրքիայում եւ Սիրիայում հիմիկվա համատեղ ավելի շատ են կամ 7.5 միլիոն, եւ որոնց հետ նույն ժամանակ ոչ ոք չի կատարում ոչ մի կենտրոնացված աշխատանք։ Մեր նախագծերի իմաստը կատարել այդ աշխատանքը։ Նույն վիդեո ես կգրանցեմ անգլերեն լեզվով, կարամ գրանցեմ իտալերեն լեզվով, այն լեզուներով, ինչ որ ես տիրապետում եմ։ Կխնդրեի ձեզ, եթե հնարավոր է, թարգմանել իմ ասածները տարբեր լեզուների եւ տարածել։ Մեր նախագիծը, հաշվարկման նախագիծը, մեր հայ ռեսուրսների, մեր հայ հնարավորությունների մեծ իմաստ ունի։ Ես շատ կխնդրեի բոլորին, ինչքան հնարավոր է օգտակար լինել այդ նախագծին։ Օգտակար լինել կազմակերպչական տեսակետից,